Այս մարդիկ դարել են Ալիևի գործակալները, Ադրբեջանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները Հայաստանում։ Այն կնոջը վիրավորելը իր տղայի հետ հերիք չէր, հիմա ասում են ինչու եք ասում Արցախ։ Ինչու եք ասում Արցախ։ Դուք չեք ասում Արցախը Հայաստանն է վերջ, ինչու եք խաբում այդ մարդկանց։ Դուք չեք ասում, Աղդամը մեր հայրենիքն է։ Այս մարդկանց դուք չեք ասում քույրեր եւ եղբայրներ։ Դուք չեք ասում դուք ապահով պետք է ապրեք։ Մենակ մի քիչ նշազողը իջացրեք։ Տեսեք այս մարդիկ ինչ հեշտությամբ խաբում են։ Դա վտանգավոր է, երբ մարդը շատ հեշտությամբ խաբում է, որտեղ մի անգամ խաբողը 5 անգամ կխաբի, 10 անգամ կխաբի։ Դուք հիշում եք այս մարդը ոնց էր սրտիկները, իր սուտ սրտիկները ցույց տալիս։ Դուք հիշում եք նա ոնց էր ասում խոնարհվում եմ ձեր առջև 3 միլիոն վարչապետ։ Ինչ որ անհաջող բանաստեղծություններ էր գրում, իր անհաջող գրքից մեջբերումներով, պաչեմ ձեր թաթիկները ինչ որ էս բաներ էր գրում, ես ավելի լավ է չմեկնաբանեմ դա։ Նա ասում էր, որ Ղարաբաղի պատերազմը նոր սարդարապատ է մեր ժողովրդի համար։ Ու փաստորեն սարդարապատից եկած կնոջը փախստականի իր երեխայի հետ, ում նա փախստական դարձրեց։ Իր պատճառով է այս կինը փախստական դարել, որովհետև նա չկանգնեց այս պատերազմը, հետո էլ երբ կար գոնե նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որով բնակչությունը մնում էր Ղարաբաղում, նա գնաց Մակրոնի ճնշման տակ հանձնեց Ղարաբաղը Պրագայում։ Իր պատճառով փախստական դարած մարդուն վիրավորում է երեխայի ներկայությամբ։ Սա ինչու է կարևոր, որ դուք դա նկատեք եւ մտածեք։ Մարդը, որ մի անգամ է գողանում, նա մյուս անգամ էլ կգողանա։ Մարդը, որ մի անգամ է դավաճանում, նա երկրորդ անգամ կդավաճանի։ Մարդը, որ մի անգամ է սուտ ասում, նա վաղն էլ սուտ կասի։ Մարդը չի փոխվում։ Կամ եթե փոխվում է դեպի վատը սովորաբար։ Այս մարդիկ, որ գնում Արցախում ապարում էին ղարաբաղցիների հետ, հիմա ասում են Արցախի անունը չտակ։ Այն մարդիկ, ովքեր ասում են սա մեր նոր սարդարապատն է, հիմա սարդարապատից փախած մարդուն վիրավորում են։ Այն մարդիկ, ովքեր ասում են Թուրքիան գալիս է մեզ ոչնչացնելու, հիմա ասում են մենք պետք է դառնանք Թուրքիայի մաս։ Տանում են, ասում են դեպի Եվրոպա, բայց Թուրքիայի բերանն են մեզ տանում։ Նայեք, հիմա արդեն ինչ որ ձևով համակերպվել ենք, հա, որ Ղարաբաղը նա հանձնել է, այս մարդկանց վիրավորում է անընդհատ, իր ամբողջ քարոզչական մեքենան տասնյակ տարիներով ասում էր, որ սրանք վատ մարդ են, սրանք հայ չեն, մենք ուղղակի ոսկի ենք, հայաստանցիները տեղով ոսկի են, իսկ ղարաբաղցիները վատ մարդիկ են, ու տասնյակ տարիներով մեզ դա սովորացրել են։ Հիմա դրա ժամանակը անցավ, նա անցավ Սփյուռքին, հաջորդը ով է լինելու։ Մի մարդ, որ ասում է դե ավելի լավ է Ղարաբաղը չլինի, որտեղ թող էր մեր վզին, դե հիմա Ադրբեջանի մասը։ Ադրբեջանը ասում է, որ Սյունիքը դա Զանգեզուր է, իրանց տարածքն է, եւ մեր տարածքը արդեն գրավել է։ Շատ տեղեր կան, որտեղ մեր տարածքը հիմա գրավված է Ադրբեջանի կողմից։ Նրանք ասում են, որ Երևանը Իրիվան է։ Որևէ ձևով չկասկածեք, որ այս մարդը վաղը ասելու է դե հիմա Երևանում ադրբեջանցիները ապրել են, ինչ եք ուզում։ Հայաստանում ապրել են ու արդեն ասում են։ Նրանք պետք է գան ստեղ ապրեն, դե եթե դուք ուզում եք դուրս գալ, դուրս եկեք, ու հետո Սյունիքի անուն չտակ, դա Զանգեզուր է։ Երևանի անուն չտակ, դա Իրիվան է։ Կրկնում եմ, մարդու բնավորությունը երևում է ու չի փոխվում։ Դեպի վատն է փոխվում սովորաբար։ Միամիտ մի եղեք։ Ես էլ մեկ-մեկ միամիտություն անում եմ կյանքում։ Ես միշտ հավատում եմ, որ մարդը կհասկանա, դեպի լավը կփոխվի։ Դա չի լինում։ Մարդը, որ ծախեց, մի մարդ, որ ծախեց ղարաբաղցիներին ու հիմա վիրավորում է այդ կնոջը իր երեխայի հետ, վաղը ծախելու է Երևանը, ասելու է Երևանն էլ Իրիվան էր, Ադրբեջանի մաս էր։ Ինչ եք հույբույներ անում, եկեք գնացեք հանձնվեք հանգիստ։ Նրանք ստեղ ապրում էին։ Նա ձեր աչքերի առաջ դավաճանեց մեր ժողովրդի մի մասին ու դառավ Ադրբեջանի Թուրքիայի գործակալ։ Նա մեզ բոլորիս խաբեց։ Ու նա շարունակելու է դա անել, իսկ Ադրբեջանի պահանջները չեն պակասում։ Հաջորդը Սյունիքն է, հաջորդը Սևանն է, հաջորդը Երևանն է։ Եվ մի օր նա ձեզ Լոս Անջելեսում փողոցում կտեսնի, դուք կասեք, բա Երևանը, նա կասի Երևան չի, սա Իրիվան է, չասեք Երևան, դա Ադրբեջանի մասն է, որտեվ դե հիմա տենց է, նրանք ապրում էին, այս տարածքում ապրում էին։ Դա Ռուսաստանն է մեղավոր, որ մենք անկախ Հայաստան ունեցանք։ Չկասկածեք, որ նա ձեզ էլ դա կասի, որտեվ մարդը չի փոխվում, իսկ ինքը իր այդ դիմակը հանել է, դուք հիմա իր դեմքը տեսնում եք։ Սա Թուրքիայի Ադրբեջանի կողմից բերած, ծախված գործակալ է, որը տապալեց Ղարաբաղը եւ տապալելու է ամբողջ Հայաստանը։